Ինչպես է օգտագործվում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ավազանը եւ ինչ գործողություններ պետք է իրականացնել ստորգետնյա ջրային ավազանի արդյունահանման ծավալը վերականգնվող պաշարներին համապատասխանեցնելու համար։ Բնապահպանության նախարարը տեղեկացրեց, օրենքով վերականգնվող պաշարը 1 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետր է, սակայն ստորգետնյա ավազանից անցած տարվա սեպտեմբերի տվյալով 1 միլիարդ 670 միլիոն խորանարդ մետր ջուր է օգտագործվել։ Արծվիկ Մինասյանը հայտնեց 100 միլիոն խորանարդ մետր ջրախնայողություն է եղել, սակայն ցուցանիշը չի բավարարում։ Բայց դա դեռ շատ քիչ է եւ ըստ էության արդյունավետության խնդիր ունենք։ Մասնավորապես ձկնարդյունաբերության ոլորտում օգտագործվող ստորերկրյա ջրերը, որ կազմում են այդ կողմնորոշիչ ցուցանիշներով շուրջ 810 միլիոն խորանարդ մետր, մեր գլխավոր խնդիրներից մեկն էլ նա է, որ սա առնվազն կիսոչափ նվազեցվի։ Ձկնաբուծական տնտեսություններում փորձում ենք փորձարկել ջրախնայողական համակարգերը, այսպես կոչված կիսափակ համակարգերը, որոնց շնորհիվ առնվազն 80% ջրի խնայողություն է տեղի ունենում ոչ արդյունավետության հաշվին, այսինքն ձկնաբուծական տնտեսությունները որևէ առումով դրանից չեն տուժում։ Բնապահպանության նախարարությունը դոնոր կազմակերպությունների, միջազգային կառույցների հետ տարբերակներ է փնտրում, որ ձկնարդյունաբերության համար օգտագործվող ջուրը մղվի ոռոգման համակարգ կամ օգտագործվի կենցաղում։ Տարիներ շարունակ օգտագործվել է շատ ավելի մեծ ջրային ռեսուրս, քան վերականգնվող պաշարն է։ Մի շարք ուղղություններով բացասական գնահատումներ ունենք, թե հողերի էրոզիայի, թե դրանց այսպես քայքայման հետևանք։ Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Բուրաստան, Խաչփար, Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ, Առատաշեն։ Սրանք Արարատի եւ Արմավիրի մարզի այն համայնքներն են, որտեղ ստորգետնյա ջրային ռեսուրսների մեծածավալ կորուստներ կան։ Խնդիրները լուծելու համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կհամագործակցի այս համայնքների հետ։ Արարատյան դաշտի 40 համայնքներում ջրային ռեսուրսների սակավություն կա, 12 համայնքների հետ համագործակցությունը կդառնա Հայաստանի ջրային խնդիրների մասնակցային եղանակով լուծման մոդել։ 10 միլիոն եվրո տրամադրվելու է Եվրամիության կողմից։ 2018 թվականից մեզ մոտ կլինեն կաթիլային ոռոգման տոկոսադրույքների սուբսիդավորում, որպեսզի խթանենք նաև ոռոգման մակարդակով ջրերի արդյունավետ օգտագործումը։ ԱՄՆ միջազգային զարգացման ծրագրով նախատեսվում է համայնքներում բարձրացնել քաղաքացիների տեղեկությունը։ Համայնքի բնակիչները մասնակից կդառնան ջրի կառավարմանը, նրանց նաև վերահսկողության գործիքներ կտրամադրվեն։ Սա էլ իր հերթին կնպաստի Արարատի եւ Արմավիրի մարզում ջրի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի ջրառի, ջրային պաշարների կառավարման բարելավմանը։ Նաիրի Մուրադյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։